Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դասընկեր եւ մտերիմ Արամ Մնացականյանը մեղադրյալի աթոռին է։ Գլխավոր դատախազությունը նրան վերաբերող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան։ Մեղադրանք է ներկայացվել Արամ Մնացականյանին նախկին քրեական օրենսգրքի 197 հոդվածի 3 մասի առաջին կետով, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելուն։ Արամ Մնացականյանը խոշոր չափի փողերի լվացում կատարել է Միքայել Մինասյանի եւ նրա մտերիմ Լեոնիդ Արեւշատյանի հետ։ Հանցավոր արարքը դրսևորվել է հետեւյալ կերպ. Նախ եւ առաջ Միքայել Մինասյանը եւ իր հետ փոխկապակցված անձինք, ունենալով հանցավոր ճանապարհով ստացված գույքեր, այդ գույքերը օրինական շրջանառության մեջ դնելու նպատակով նախ եւ առաջ կազմակերպել են Շվեյցարիայի համադաշնությունում գտնվող բանկերից մեկում իրենց անվամբ հաշվեհամարների բացումը եւ այդ հաշվեհամարներին գումարների կուտակումը։ Արդյունքում Շվեյցարիայի համադաշնության նշածս բանկի հաշվեհամարին կուտակվել է շուրջ 24 միլիոն եվրո գումար։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ավելի քան 24 միլիոն եվրոն Մինասյանը եւ նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաեւ Լեոնիդ Արեւշատյանի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով։ Այս եղանակով են ձեռք բերվել նաեւ Շանթ-հեռուստաընկերության 48% բաժնեմասը։ Ձեռքբերման նպատակով նախ եւ առաջ Միքայել Մինասյանը, Լեոնիդ Արեւշատյանը եւ ընկերության հիմնադիր եւ բաժնետեր Արթուր Եզեկյանը նախապես պայմանավորվել են բաժնեմասերը 5 միլիոն ԱՄՆ դոլարով օտարելու շուրջ, այնուհետև պայմանավորվածության իրականացման շրջանակներում արդեն Միքայել Մինասյանի եւ Լեոնիդ Արեւշատյանի միջև կնքվել է փաստացի իրենց կողմից կառավարվող կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր, վարկային պայմանագիր, որով ձևակերպվել է 5 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառություն։ Պայմանագիրը կնքելուց 2 օր անց 2011 թվականի դեկտեմբերի 21-ին նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության արտերկրում սպասարկվող հաշվեհամարին։ 2011 թվականի դեկտեմբեր ամսին նշածս 5 միլիոն ԱՄՆ դոլարը փոխանցվում է Արթուր Եզեկյանի հաշվեհամարին, որից հետո կնքվում է պայմանագիրը։ Պայմանագրում իբրև ձեռքբերման գին նշվում է 97 միլիոն դրամ։ Որոշ ժամանակ անց Լեոնիդ Արեւշատյանը եւ Միքայել Մինասյանը համաձայնության են եկել Արամ Մնացականյանի հետ հանցավոր կերպով ձեռք բերված բաժնետոմսերը նրան օտարելու համար։ Պայմանավորվածության իրականացման շրջանակներում նշածս նույն գումարով շուրջ 97 միլիոն դրամով 2015 թվականի հոկտեմբեր ամսին կնքվել է գործարք, որի արդյունքում Արամ Մնացականյանը ձեռք է բերել շատ ընկերության 48% բաժնեմասերը եւ արդյունքում այդ եղանակով հնարավորություն է ստեղծում նախ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնել օրինական շրջանառության մեջ, ինչպես նաև նպաստել Միքայել Մինասյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց իրենց կողմից կատարած ենթադրյալ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվությունից խուսափելուն։ Արամ Մնացականյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ապրիլի 30-ին։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։